Շնորհակալություն։ Պարոն Ավինյան, ինձ բոլորիս մտահոգում է այս խցանումների վիճակը քաղաքում։ Վերջը մենք ինչ ենք մտածում, այդ ուրիշ քաղաքների վիճակ ուսումնասիրում ենք, հասկանանք անալոգներ կան, ինչ անենք, որ այս մի քիչ նվազի, էլի, որովհետև իսկապես օր-օրի դառնում անհնար է ժամ 7-ից հետո, 6-ից հետո քաղաքում շարժվել։ Դեռ ինչ ենք մտածում։ Մեկ էլ մյուսը, որ վերջը Որը ամեն վարչական շրջան 1-2 տուալետ կարողանանք տեղադրել, այդ դրեք այդ բյուջեի մեջ այդ փողը, էլի, որպես վերջը տուրիստները նայում ես, ով որտեղ հասնում է այդ տուալետ, այս երկու հարցը խնդրում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, երկրորդ հարցով ոնց որ զուգարանների արդեն նախագծեր ունենք, որոնք որ պետք է այս տարի ճիշտ եմ ասում, պարոն Հովհաննիսյան։ Զուգարանների նախագծեր ձեր գծով չի։ Ես ինչքան հիշում եմ մոտավորապես 10 թե 12 նախագիծ ունենք, որոնք որ արդեն նախագծման փուլում են։ Ինչ վերաբերում է խցանումներին, այստեղ մի փոքր ավելի կոմպլեքս է խնդիրը։ Եվ բոլոր քաղաքների փորձը ցույց է տալիս մի բան։ Շարժունակության խնդիրը քաղաքով մեկ ամենավատ մեթոդը, որով այդ շարժունակությունը կարող է ապահովել, դա ավտոմեքենայովն է։ Այսինքն շարժունակությանը, եթե դու իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները չես, Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց ավտոմեքենայի համար նախատեսված երկիր է եւ այդ շարժունակությունը եւ հիմա վստահ եմ իրանք իրենց խնդիրները ունեն շատ մեծ դրա հետ կապված, նույն ասենք Լոս Անջելեսում խցանումները մյուս խայտարակություն են։ Բայց ինչ ենք մենք պլանավորել այդ մասով։ 2016 թվականի WIG զեկույցին զուգահեռ մենք աշխատում ենք Île-de-France ռեգիոնի ինստիտուտի հետ, որը որ իրապես շատ մեծ օգնություն է մեզ տրամադրում այդ առումով եւ կոպիտ ասած ոնց որ մեր Երևան նախագիծը այդ աշխատանքը կաներ մեր համար, անում է Île-de-France ինստիտուտը եւ շատ շնորհակալություն Տիկին Պեկրեսին, ով այդ այսպես ասած հնարավորությունը մեզ տվել է Île-de-France-ի հիմնական ռազմավարությունը վերլուծությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ մենք պետք է որոշակի սահմանափակումներ մտցնենք փոքր կենտրոնում ավտոմեքենաների համար, դա էականորեն հետիոտնային տեղաշարժի հոսքն է փոխում։ Մենք պետք է էականորեն բարելավենք, այսինքն ստեղծենք, չունենք մենք այդ ենթակառուցվածքը, ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ, եւ այս շղթայով հետո տենց բարձրանում է հաջորդը հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրոավտոբուսներ 18 մետրանոց, եւ դրանից հետո նոր գալիս է մեքենան, այսինքն եւ այս ավտոբուսների գծերն ենք շարունակում ավելացնել քաղաքում, շատ շուտով դուք տեսնելու եք նաեւ նոր ավտոբուսային գծեր Երևան քաղաքում, այսինքն մարդը պետք է իմանա, որ լավագույն միջոցը Երևան քաղաքով տեղաշարժվելու որոշ դեպքերում հետիոտնային տեղաշարժն է, որոշ դեպքերում հեծանիվն է կամ ինքնագլորը միգուցե դեռ չենք որոշել այդ հատվածը եւ մնացած դեպքերում բանն է հանրային տրանսպորտը, որը որ վստահորեն շատ ավելի արագ պետքա տեղափոխի մարդկանց քաղաքով մեկ, քան նույն ավտոմեքենան։ Այսինքն ավտոմեքենաներից մի քիչ տենց էմփուլը պետք է գա, որ երևի կշտանանք եւ սկսենք իրենց, այսպես ասած, այդ սահմանափակումները իրենց նկատմամբ եւ գիտեք օրինակ որ եթե օրինակ 5 տարի առաջ ասեին, դե տրանսպորտը այդ գազելը կռացածը մյուսը, հիմա էլ վստահաբար բոլոր խնդիրները լուծված չեն, այո, ժամանակն է, մյուսն է, բայց ուզում եմ ասել, այլևս այդ ստորացուցիչ տրանսպորտային համակարգի մասին չենք խոսում։ Խոսում ենք տենց on-line վճարումներով, ավտոբուսների մասին, հապիկ ժամերին էլի որոշակի բան ունենք, խնդիր ունենք, բայց դա էլ շարունակաբար փորձում ենք լուծել, այսինքն էլի ենք ավելացնելու, ավտոբուսային գծերն ենք ավելացնելու եւ այդպես շարունակ, այսինքն մաքսիմալ հանրային տրանսպորտը պետքա ավելի ու ավելի հարմարավետ դառնա, այնքան հարմարավետ, որ ավտոին նախընտրեն հանրային տրանսպորտը։ Շնորհակալություն, էլի հարցեր խնդրեմ, պարոն Բաբայան։ Շնորհակալություն, պարոն Ավինյան, իմ հարցը ըստ էության կշարունակի պարոն Բագրատյանի հարցին։ Դուք ասացիք փոքր կենտրոնում ավտոմեքենաների սահմանափակում, բայց նաև փոքր կենտրոնում շինարարության սահմանափակման մասին պետք է խոսել, կարծում եմ, եւ այս կոնտեքստում հարցս հետեւյալին է վերաբերվում։ Արդեն երևի, չգիտեմ, կլինի 1 տարի լայնորեն գովազդվում է, բայց
իմ տեղեկություններով շինթույլտվություն չունի Օրբելի փողոցի վրա 535 հարկանի շենքի նախագիծը, որը ենթադրում է առավոտյան կամ երեկոյան ժամին միանգամից 2000 մեքենայի մուտք Բաղրամյան փողոց կամ Օրբելի փողոց, որը իր հերթին նշանակում է կոլապս։ Ուզում եմ հասկանալ, ի վերջո շինթույլտվություն կա կամ լինելու է թե չէ 535 հարկանի շենքի Օրբելիում եւ ոնց կարող եթե հանկարծ լինի, ոնց է դա այդ նույն տրամաբանության մեջ կենտրոնը բեռնաթափելու տրամաբանության մեջ մտնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Գիտեք, Օրբելին իհարկե փոքր կենտրոն չի, չնայած այդտեղ շատ խիտ է երթևեկությունը, եւ այսպես ասեմ, բոլոր տեսակի որոշումները շինթույլտվություն տալ թե չտալու վերաբերյալ կայացվում են հետեւյալ տրամաբանությամբ։ Նորմատիվային խախտում ունենք, չունենք, օքեյ, լավ, հիմա ընդհանուր առմամբ եկեք հասկանանք, եթե X տարածքում, այս տարածքում թույլատրելի է օրինակի համար 40% կառուցապատում։ Երևանի քաղաքապետարանը կառուցապատման տոկոսը արդեն իսկ ֆիքսել է համալիրների համար, որ 40 չի կարող լինել, պետք է լինի 30%։ Այսինքն մենք այդտեղ արդեն սահմանափակումը մտցրել ենք։ Հիմա եկեք հասկանանք, մեզ ինչն է ավելի ձեռնտու։ Եթե օրինակ այս տարածքի վրա կառուցապատվի այդ 40%-ը, թե այդ 40%-ի փոխարեն կառուցապատվի 18%-ը, ենթադրենք, բայց հարկայնությունը ավելի բարձր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն մեր ընդհանուր քաղաքականությունը կայանում է նրանում ոչ թե որ ավելի խիտ կառուցապատեք, ժողովուրդ ջան, այլ ավելի նոսր կառուցապատեք, բայց թույլ կտանք ավելի բարձր որոշ դեպքերում։ Եվ երբ որ այս նորմատիվային տրամաբանությամբ այս հաշվարկի մեջ նմանատիպ նախագծեր են առաջանում, որոնք ասում են շատ լավ, մենք պատրաստ ենք ավել գումար ծախսել, որովհետև բարձր կառուցապատելը ավելի թանկ արժի եւ ավելի նոսր կառուցապատել, որովհետեւ հիմա տենց շատ པարզ եմ ասում, էլի, կոպիտ ասած 216 հարկանի շենք ստանալը իրար կողք նույն ծավալի ավելի ինքնարժեք է առումով էժանա, քան թե 132 հարկանի շենք ստանալ մի կետում, այսինքն ավելի նոսր կառուցապատում։ Մեր քաղաքականությունը կայանում է նորում քաղաքաշինության նաև կոմիտեն էլ է այս քաղաքականության կրող, որ ընդհանուր առմամբ մեզ պետք է ավելի նոսր կառուցապատում, ավելի շատ հանրային տարածքներ, ավելի շատ կանաչապատ տարածքներ, այս խաղի կանոններով շարժվենք, ժողովուրդ ջան, եւ բոլոր այն դեպքերում, երբ որ այս խաղի կանոններին մարդիկ արձագանքում են, այդ դեպքերում արդեն իրենք ստանում են իրենց համապատասխան թույլտվությունները։ Գիտեմ շատ դեպքերում, գիտեք, կառուցապատման ոլորտը ինքը շատ խիստ մասնագիտական ոլորտ է, եւ ես այսպես ասեմ, բոլոր, այսպես ասած, կարծիքները իհարկե լսելով, ես լսում եմ 5 ճարտարապետի կարծիք այնուամենայնիվ, այսինքն, որովհետև ինքը տենց բուն շատ մասնագիտական հոսքերի մյուսի հարցեր են, եւ միակ բանը նաեւ, որ այդտեղ Երևանի քաղաքապետարանը փոխել է, եւ ամենակարևոր բանը կարծում եմ, մենք միայն նախորդ տարի այդ ոլորտից հավաքագրել ենք 24 միլիարդ դրամ։ 24 միլիարդ դրամ, դրա նախորդ տարիներին 0 էր հավաքագրվում։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ կառուցապատման որևէ թույլտվություն տրվում է, Երևանի քաղաքապետարանը հստակ տուրքեր ունի եւ Երևանի քաղաքապետարան էական մուտքեր են ապահովում նաեւ այդ առումով։ Խնդրեմ, Տիկին Մանավազյան։ Պարոն Ավինյան, հարցս վերաբերում է ավտոբուսների տոմսային համակարգին, վերջերս բավականին կարծիքներ են հնչում, որ վճարումները, այսինքն կամ չեն կատարում քաղաքացիները, կամ այնպես են կատարում, որ այդ վճարումը չի հասնում քաղաքապետը, այսինքն վճարում տեղի չի ունենում։ Կխնդրեմ այս մասին խոսեք, մենք նաև ստացել ենք օրենսդրական նախաձեռնություն, որքանով է կկարգավորվի օրենսդրական նախաձեռնություն ընդունումից հետո իրավիճակը եւ ինչ տեղի կունենա, արդյունքում կունենանք որևէ արդյունք, որը քաղաքացուն պատասխանատվության զգացում կունենա եւ ինքը պարտադրված չէ, բայց գոնե իր պարտքը կլինի
ճիշտ վճարումը կատարի եւ վալիդատորների հետ կապված այդ անսարքության մասին կուզեմ խոսել, իրականում կա նման իրավիճակ, որ մեծ մասը, որտեղ հիմնականում բողոքը գալիս է քաղաքացիներից, հակադարձումը այն է, որ վալիդատորները չեն աշխատում։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան։ Նախ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել եւ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատու երևանցիներին, որոնք գրեթե տենց 80%-ն են, որոնք որ առանց որևէ պարտադրանքի, ուղղակի իրենց, այսպես ասած, գիտակցելով իրենց, այսպես ասած, իրենց մասնաբաժին կատարվելիք աշխատանքը հստակ վճարումները կատարում են եւ այդ մարդիկ առանց որևէ պարտադրանքի իրենց այդ պատասխանատվության մասնաբաժինը հասկանալով նաեւ վճարում են տրանսպորտային համակարգի համար, որից նաեւ Երևանի քաղաքապետարանը կարողանում է արդիականացնել տրանսպորտային համակարգը, նոր ավտոբուսներ է ձեռք բերում, նոր տրոլեյբուսներ է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է արդյոք նախաձեռնությունը օրենսդրական որևէ բան կփոխի, ես վստահ եմ, որ կփոխի եւ այդտեղ կասկած չունեմ, որովհետեւ գիտեք, ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք, որ լավ մարդը անպատասխանատու է, ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնության մասին չենք խոսում, մարդը անպատասխանատու է, հա, կարա չվճարի, չի վճարում, տենց ու մոտավորապես այդ մոտեցման վերաբերում չի գիտակցում, որ այդ ամեն վճարումը լավ վաղվա այդ ավտոբուսի վերանորոգումն է, վաղվա հաջորդ ավտոբուսի գնումն է, վաղվա հարմարավետության ապահովումն է ամբողջ քաղաքի համար։ Հիմա եկեք հասկանանք, ինքը իրան իհարկե դա չի հետաքրքրում։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ է, ինչ ա եղել, որ Ժորժ ջան, այդպես էլ կշարունակենք, կասի շնորհակալություն, ստեսություն, բայց սենց ասեմ, տեխնիկական խնդիրները Տիկին Մանավազյան շատ տենց փոքր թիվ են կազմում, որպեսզի հասկանանք մեր համակարգերը ինչ աստիճանի ենք արդեն հասցրել։ Մենք ունենք ավտոբուսների մեջ տեսախցիկներ եւ ունենք նաեւ դռների վրա տեսախցիկներ բոլոր ավտոբուսների եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ բանի շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ սասի QR կոդն ենք մոտեցնում։ Վստահաբար այնուամենայնիվ որոշակի տոկոս ունենք խնդիրների, այդ փոքր տոկոս, հա, վալիդատորների հետ եղած խնդիրների եւ ընդհանուր նաեւ կանոնների չհասկացվածության խնդիրներ